Բարի լույս, սիրելիներ, այսօր մեր մայր եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը։ Հարության դրվագը զետեղված է ավետարան Հովանեսի 11-րդ գլուխ։ Մի փոքրիկ հատված ձեզ համար ընթերցեմ։ Երբ Հիսուսը մոտենում է Մարթային եւ Մարիամին, տեսեք, թե Մարթան ինչ է ասում Տիրոջը. Տեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա։ Հիսուս նրան ասաց. քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան նրան ասաց. գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի։ Հիսուս նրան ասաց. ես իսկ եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի կապրի։ Եվ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես այս բանին։ Նա ասաց նրան. այո Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ աշխարհը իր գալու։ Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոս մոտենում է գյուղին, մոտենում է Ղազարոսի գերեզմանին եւ Ղազարոսին կանչում է։ Արդյունքում դուք բոլորդ գիտեք Ղազարոսը հարություն է։ Շատ գեղեցիկ է Մարթայի եւ Տիրոջ երկխոսության այս փոքրիկ հատվածը։ Հավատում ես, որ հարություն կառնի։ Եվ Մարթան ասում է. այո Տեր, հավատում եմ։ Սիրելիներ, մեր բոլորի ընտանիքներում էլ ննջեցյալներ կան, մենք բոլորս էլ որևէ ժամանակի մեջ մեր հարազատներին հանձնել ենք հողին եւ յուրաքանչյուրս էլ փափագ ունենք այդ հարազատին տեսնել հավիտենական կյանքի մեջ։ Այստեղ շատ կարևոր է յուրաքանչյուր մեկիս հավատքը։ Երբեմն մեզ մեղադրում են կամ սխալ են հանում ասելով, որ հոգեհանգիստ են անում ննջեցյալի համար, ինչի նպատակը եւ իմաստը այլևս չկա։ Տեսեք, որ կա, սիրելիներ։ Չնայած որ Ղազարոսը մահացած էր, Մարթային Տերը հարցնում է. հավատում ես, որ հարություն կա։ Որովհետև Մարթայի հավատքը այս պահին Տիրոջ առաջ կարևոր էր, որպես սիրող քրոջ հավատք։ Այս պահին յուրաքանչյուր մեկիս հավատքը կարևոր է մեր ննջեցյալների համար, որպես սիրող ազգականի, բարեկամի, հարազատի հավատք։ Որովհետև երբ մենք հոգեհանգստյան արարողություն ենք անում կամ աղոթում ենք ննջեցյալի հոգու հանգստության ու փրկության համար, մենք ցույց ենք տալիս, որ մենք հավատում ենք եւ սիրում ենք։ Հավատում ենք Աստծուն եւ սիրում ենք մեր ննջեցյալին, ինչի համար մեր հայացքը ուղղում ենք դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս, խնդրելով, որպեսզի պարգևի այդ հավիտենական կյանքը մեր ննջեցյալներին։ Հետևաբար Ղազարոսի հարությունը թող օրինակ լինի յուրաքանչյուր մեկիս հավատքի համար։ Հասկանանք, որ ամեն վարյան Տերը հարություն է տալու մեր ննջեցյալներին, այն բոլոր ննջեցյալներին, ովքեր Քրիստոսին հավատալով ննջեցին, պիտի արժանանան Տիրոջ ողորմությամբ հավիտենական կյանքին։ Բայց որpիսի այդ արժանանալը ավելի շոշափելի լինի, զգալի լինի, ավելի մեզ համար մխիթարիչ լինի, ուրեմն պետք է մեր հավատքին համապատասխան աղոթք անենք մեր բոլոր ննջեցյալների համար, եւ դա իզուր չէ, որովհետեւ ինչպես իզուր չէ հավատքով խնդրել ողջերի համար, այդպես էլ իզուր չէ հավատքով խնդրել ննջեցյալների համար։ Մնաք աղոթքով ձեր ննջեցյալների համար, սիրելիներ, հավատով ու վստահությամբ, որ Տերը չի անտեսում արդարի աղոթքը, չի անտեսում սիրով կատարված աղոթքը, այլ հակառակը։ Այդ աղոթքը ի նկատի ունենալով, հաշվի առնելով, առավել սիրով ու գթացապար է մոտենում այն բոլոր ննջեցյալներին, ում համար որ մենք աղոթում ենք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։